Я никуда не вернусь. Я буду здесь работать в Армении. И не переживайте, у меня много работы. What future will Armenia have? Եթե դիմությունը հաղթի, խաղաղ իշխանափոխություն կլինի։ Հետո էլի որ լսեմ, չեմ լսում։ Եթե դիմությունը հաղթի, խաղաղ իշխանափոխություն կլինի։ Այդ եթեներով չխոսենք, կյանքը ցույց կտա։ Ընտանենը միջև Մենք րոպե էլի առավոտ համբերեն։ Պարոն Ղարաբեկյան, դուք համոզմունք հայտնեցիք, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթելու այս ընտրություններում։ Ձեր համոզմունքը ինչի վրա է հիմնված։ Ո՞ւմ տեսնալու հետ։ Մեր համոզմունքը դուք այսօր տեսնեք ինչի վրա է հիմնված։ Այսօր բոլորս տեսնենք դա։ Բայց Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին ինչպես կարձագանքեք։ Ես քվեարկեցի հանուն համախմբված, հանուն միավորված, հանուն այն մի բառը չեմ ուզում ասեմ, վտանգավոր բառը, շատ ենք դրա մասին ասել, բայց ամենայն դեպս մենք բոլորս միասին պետք է համախմբենք մեր ժողովրդին, մեր երկիրը պետք է համախմբենք, մեր սփյուռքին համախմբենք նորից մեր հայրենիքի հետ, իրենց հայրենիքի հետ, դրա համար եթե այդպիսի հնարավորություն լինի, ես շատ ուրախ կլինեմ։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ըստ էության ոչ դուք, ոչ Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները չեք կարողանա Հայաստանը լքեք, ասում է, որ կհայտնվեք բանտում։ Ինձ թվում է ոչ ես, ոչ Քոչարյանը չենք էլ պատրաստում Հայաստանը լքենք, дրա համար ինքը դա հասկանալով իր ձևով խոսում է։ Какие экономические последствия могут быть, если Пашинян выиграет? Я, честно говоря, не хочу на этот вопрос отвечать, потому что я даже не знаю, какие последствия будут. Ну, будут какие-то последствия. А Евросоюз может принимать часть продукции Армении, как вы думаете, которая не пойдет в Россию? Ну, какой-то часть. 3 абрикоса они могут. Больше я не знаю. Պարոն Ղարաբեկյան, իսկ Ռուսաստանի այդ քայլերը որ ցույց չեն տալիս մեր Սիրիանը, այսինքն յուղմթերքը, ծաղիկները, խմիչքները արտահանվեն, այսինքն շուկաները փակված Նայեք, դա ես չեմ ընդունում, ես դա չեմ ընդունում, իրոք չեմ ընդունում, քանի որ դրանից տուժվում են հայ բիզնեսմենները, հայ ժողովուրդը, ցանկացած քայլ, ցանկացած երկրի կողմից, եթե արվում է ու տուժվում է հայ ժողովուրդը, ես չեմ կարող դա ընդունել։ Կարծիք կա, որ Ռուսաստանը ոնց որ հատուկ անում է, որ Փաշինյանին օգնի, այսինքն վատ տրամադրություններ գեներացնի ընդդեմ Ռուսաստանի, դրա միջոցով ընդդեմ ձեզ, եւ մարդիկ էլ բորբոքված գնան Փաշինյանին ընտրեն, որ ասեն, որ ռուսի ստատուս ուզում վերջապես, տեսեք ինչ է անում այժմ։ Ինձ թվում է ռուսները ունեն իրենց շահերը եւ հետեւողական վարում են իրենց քաղաքականությունը, դա ոչ մի կապ չունի ոչ Փաշինյանի հետ, ոչ ինձ հետ, ոչ մի քաղաքական ուժ հետ։ Փաշինյանին աջակցում է Ռուսաստանը կամ անձամբ Պուտինը, թե սախարը թե խաղ բնական։ Առաջինը իրենք Կարծում եք պայմանավորված է Փաշինյանը իրենց մարդն է։ Ինձ թվում է պայմանավորված բան չկա, բայց Ռուսաստանը նորից եմ ասում, հետևողական հետապնդում է իր շահերը Հայաստանում։ Այդ շահը ո՞րն է։ Դուք տեսել եք, որ Ռուսաստանը ինձ աջակցել է, թե չէ։ Երբ Վլադիմիր Պուտինը ընդամենը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունենան, հնարավորություն ունենան մասնակցեն ընտրությունների։ Դա իհարկե չեմ համարում Պարոն Կարապետյան, եթե չհաջողվի ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնել, իշխանափոխության այլ պլան սցենար ունեք։ Իշխանափոխության այլ սցենարը կախված է հայ ժողովրդից։ Ես ինչպես կարող եմ ունենալ այլ պլան, հայ ժողովուրդը ինչպես կորոշի, այդպես էլ կորոշի։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, դուք կհամակերպեք ընտրությունների արդյունքների հետ։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, չնայած դրա հնարավորությունը
ձգտում է 0-ի, բայց հայ ժողովուրդը եթե կհամակերպի, ուրեմն կհամակերպի։ Դե մի անգամ երկու անգամ համակերպել է։ Երկու անգամ համակերպել է։ Դուք կհամակերպեք դրա հետ։ Ժողովուրդ ջան, անպայման մենք մոտակա օրերին կհանդիպենք, Մարիանան ձեզ կհրավիրի, ընտրությունից հետո ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Այսօր մի քիչ հարցեր կա։ Նախկինում ավելի վստահ ասում եք, որ հաջորդ վարչապետը Մի տեսակի փոխվել է դեպի լավը, մի անհանգստացեք։ Իսկ ագնացող ընտրախախտ Ինչ։ Վաղը կուզենայի տեսնել Հայաստան լեգիտիմ իշխանությունով։ Դա շատ կարևոր է մեր երկրի համար, քանի որ չունենալով լեգիտիմ իշխանություն, մենք չենք կարողանալու ապահովենք Հայաստանի զարգացումը։ ընտրախախտումների վերաբերյալ հազանգեր ստացել եք։ Ինձ մեծ էր հարցի պատասխանը դուք գիտեք։ Իսկ ընտրակաշարք բաժանելով լեգիտիմ իշխանություն լինի։ Կաշառք դուք գիտեք ով է բաժանում եւ амեն օր նույնիսկ այսօր մեր մասին, բայց ոչ մի բան չեն կարողանում ապացուցել։ Господин Гепетян, я слышу пресс вопрос. Можно, пожалуйста, как будут отношения развиваться дальше с Евросоюзом, с Россией? Ստեղա։ Ժորժան կներեք։ Ակնհայտ է մեկ բան, որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը չի տալու ձեզ։ Դուք պլան B ունեք, պարոն Կարապետյան։ Ակնհայտ չի, սպասենք, միջև վաղը սպասենք։ Պատրաստ է ձեր ղեկավարած կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտ ընդդիմություն աշխատել, պարոն Կարապետյան։ Դուք ես մի քանի անգամ պատասխանել եմ, հարցի պատասխանը լավ գիտեք, ես ամեն օր ավելի մեծ համոզմունքով պատասխանել եմ այդ հարցերին։ Նույնն է մնացել ամեն ինչ, ոչ մի բան չի փոխել։ Շատ եք ուզում, որ մենք ընդդիմություն լինենք, ոնց որ լրիվ Փաշինյանի կողմից։ Մի հատ մարդ չի մնացել է ժողովրդի մեջ Փաշինյանի կողմից, մնացել եք միայն դուք։ Պարոն Կարապետյան, Ես կողմ եմ, էլի, ես կողմ եմ։